ով որ խրատ չի սիրում, նա միշտ կործանման ճանապարհն է բռնում։ Մենք տեսեք մարմնավաճառին ենք ասում, չէ, անառակ, այս անառակ բառը նշանակում է առանց խրատի, առանց առակի կրթված մարդ, ով որ կրթություն չի ստացել, դաստիարակություն հոգևոր չի ստացել, ինքը հայտնվել է անառակ որդու կարգավիճակում։ Երբ որ այս որդին ինքը իր հոր տան մեջ էր, հոր խրատը չլսեց, ուզեց ինքնուրույն ապրել, հեռացավ ճշմարտությունից, կորցրեց իր փրկությունը, գնաց դարձավ խոզ արածեցնող։ Բայց երբ որ լսեց, ինքն իրեն իր մեջ խոսեց, ասեց, որ հորս տան մեջ ավելի լավ սենյակ կա, տաք անկողին կա, տաք ճաշ կա, գնամ հորս ասեմ, ինքը ոչ միայն մտածեց, այլև քայլ կատարեց, գնաց։ Եվ հայրը ընդունեց նրան, ասաց, իմ այս որդին կորած էր, գտնվեց, մեռած էր, կենդանացավ։ Ուրեմն նպատակը նաև այս կշտամբելու ոչ թե որ ասենք, տես ես գիտեի, քեզ հանդիմանեցի, քեզ ինչ որ պետք էր երեսիդ ասացի, չէ, այդ երեսին ասածը պետք է նպաստի այդ մարդու դարձի եւ փրկության համար։ Մենք ուղղակի խոսքեր օդի մեջ չպիտի ասենք, որ ցույց տանք մենք գիտեինք, քեզանից էլ ուժեղ էինք, ասեցինք, չէ։ Դու պետք է այդ մարդու համար ամեն ինչ անես, որ այդ մարդուն առաջնորդես դեպի փրկություն։ Եվ այս կշտամբանքը պիտի հոգատարությամբ եւ նպատակը մեկն է, սիրելիներ, որպեսզի այդ մարդուն առողջ կյանքով ապահովես։ Օրինակ շատ մարդիկ կան, որ իրենք չգիտեն, որ իրենց արած գործողությունը մեղք է։ Իրենք չգիտեն, իրենց փոքրուց այդպես սովորեցրան։ Հիմա եթե մեկը իր երեխային փոքր ժամանակ հայոյանք է սովորեցել, ծիծաղացել, ուրախացել են, ինքը չգիտի, որ դա սխալ բան է։ Ինքն էլ մեծանում է, սկսում է նույնը անել կամ իր երեխային է փոխանցում, թե հավատքի մեջ հասունանում է, այլևս չի անում։ Եթե սովորեցել են խաբել տնեցիները, գողություն անել, կեղծել, այս անել, այն անել, մարդը մնում է դրա մեջ։ Ուրեմն նպատակը այդ մարդկանց փրկելով առողջ կյանք ապահովելն է։ Եվ տեսեք ինչ է ասում Առակաց գրքի մեջ, ասում է քո խրատը մի խնայիր երեխային, որովհետև եթե գավազանով էլ խփես նրան, չի մեռնի, դու նրան կհարվածես գավազանով, բայց նրա հոգին կփրկես մահից։ Քո խրատը մի խնայիր։ Եթե անգամ խփես էլ քո զավակին, ինքը չի մեռնի, բայց խփելուց հետո դու նրա հոգին կփրկես մահից։ Տեսեք ինչքան կարևոր է, սա Սողոմոն իմաստ ունի Առակաց գրքից է, այնտեղ 30 պատգամներից մեկն է։ Այսինքն դու այս մարդուն փրկում ես մահվանից։ Մեր նպատակը ֆիզիկական մահից փրկելը չէ, մեր նպատակը հոգևոր բարոյական մահից փրկելն է մարդուն, որովհետև մարդը, որ իր մեջ սպանում է, ֆիզիկական մահը հետո է մոտենում։ Մարդը, որ իր բարոյական կերպարը սպանում է, մերցնում է իր մեջ, բարիքը վերջանում է, ինքը արդեն մահանում է։ Եվ դրա համար պետք է որ մենք կարողանանք ամեն ինչ անել այդ մարդկանց փրկելու համար։